Սամվել Կարապետյանի վարչապետությամբ Հայաստանը կընդլայնի իր ռազմավարական տնտեսական կապերը։ Իսկ նրա միջազգային կապերը նոր ներդրումներ կբերեն Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից։ Այսօր եւ Արևելքը, եւ Արևմուտքը շագրգռված են Չինաստանից Եվրոպա տանող անվտանգ ճանապարհով եւ պատմականորեն այդ ճանապարհը անցել է Հայաստանի միջով։ Այսօր էլ է անցնում։ Սա մի հնարավորություն է, որից կարող է օգտվել միայն Սամվել Կարապետյանի նման ուժեղ առաջնորդը։ Թույլ Փաշինյանի պայմաններում Հայաստանը պարզապես կհամաձայնի այնպիսի տնտեսական հարաբերությունների, որոնցում հիմնական շահելու է մյուս կողմը, ինչպես օրինակ Ադրբեջանից բենզինի ներմուծման դեպքում, այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները դեռ պատանդի կարգավիճակում պահվում էին նրանց բանտերում։ Սիրելի հայրենակիցներ, այս դահլիճում ներկա են բազմաթիվ հերոսներ, ովքեր խիզախորեն մարտնչել են մեր հայրենիքի պաշտպանության համար։ Ես սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, իրենց ծառայության համար։ Ցավոք նրանք դարձան Թույլ Փաշինյանի ղեկավարության զոհը։ Հայաստանը պարտվեց պատերազմում թույլ ղեկավարության պատճառով։ Այսօր մենք պատմական հնարավորություն ունենք փոխելու այդ իրողությունը։ Նրանք փորձել են կանգնացնել մեզ անցյալում։ Իրենց մոտ չի հաջողվել, մեզ բոլորիս։ Նրանք կփորձեն կանգնացնել մեզ ապագայում։ Դա էլ իրենց մոտ չի հաջողվի։ Ով կարող է կանգնեցնել ձեր կամքը, ստեղծել ուժեղ Հայաստան։ Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել։ Փաշինյանը հաստատ չի կարողանա։ Փոխարինելով Նիկոլ Փաշինյանի թույլ ղեկավարությունը, որը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ եւ երկարատև խաղաղություն, երաշխավորված խաղաղություն։